Եվրախորհրդում Հայաստանի հանքարդյունաբերության վնասների վերաբերյալ Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած բանաձևի նախագիծը բնապահպան ակտիվիստ Հրայր Սավազյանը մեծ հաղթանակ է համարում։ Նրան չի զարմացնում այն, որ բանաձևի տակ հայկական պատվիրակության ոչ մի անդամ չի ստորագրել, մինչդեռ այն ստորագրել է ԵԽԽՎ 24 պատվիրակ։ Եվ եթե բնապահպանական խիստ հսկողություն սահմանվի, այն էլ ասենք Եվրոխորհրդի կողմից, կարծում եմ սա նրանց գրպանին ախփելու, դրա համար այդպես ահաբեկված բնականաբար չեն ստորագրել։ Հրայր Սավազյանը խորհրդությամբ ծանոթ է Թեղուտի անտառներին, այնտեղ նախատեսված հանքարդյունահանման ու դրա առաջացրած խնդիրներին։ Սա արդեն ինչ-որ հաղթանակ է, քանի որ բանաձևը ընդունվել է, ինչքան հասկացանք, այդ 24 ձայները որ միացել են, անպայմանորեն իներցիա կունենա, ինչ-որ զգաստացնող գործոն կլինի իշխանությունների համար, օլիգարխների համար, անպատճառ սա կլինի, բայց իհարկե այն իլյուզիան չունենք, որ ինչ-որ հանքեր կփակվեն կամ ինչ-որ մեծ բնապահպանական հանցագործություններ կբացահայտվեն, բայց կարծում եմ շատ հզոր լծակ կլինի։ Բնապահպան Ինգա Զարաֆյանին ևս ոգևորել է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած բանաձևը։ Կարող է եւ անկախ մոնիտորինգի խմբերը մեզ մոտ գուցե իրանց գնահատումը կօգնի մեր կառավարությանը հասկանալ, որ մենք գնում ենք կործանման։ Բնապահպանն ահազանգում է, վերացնելով Թեղուտի ավելի քան 1000 հեկտարանոց անտառը, վտանգում ենք այդ տարածքներով հոսող 4 գետերի գոյությունը, այդ թվում նաև Դեբետը, որի ջրերը աղտոտում են տարածքում գործող գործարաններից մեկի պոչամբարը։ Նարինե Էրիցյան, Հասմիկ Ֆարոյան, IPV